Ծաղկակաղամբը միջերկրական ծովի ափերից Ֆրանսիա է հասել 16-րդ դարում։ Ֆրանսիացի ազնվականները ծաղկակաղամբը անվանում են ծովի սպիտակ վարդ, նրա նուրբ համի և գեղեցիկ տեսքի համար։ Բարի օր, այսօր առաջարկում միասին պատրաստենք ծաղկակաղամբով և մակարոնով ջռեպուկ։ Ծաղկակաղամբ ընտրելիս ուշադրություն դարձրեք նրա տերևներին։ Եթե նրանք թարմ են, պինդ են, թառամած չեն, ուրեմն ծաղկակաղամբը թարմ է։ Իհարկե ջռեպուկի մեջ լինելու են նաև ուրիշ բաղադրիչներ։ Սկսենք ծաղկակաղամբից։ Հարկավոր է վերածել ծաղկաբույլերի և խաշել։ Գործի ենք դնում տախտակը։ Նախ հեռացնենք տերևները։ Երբեք չեմ փորձել տերևներ պատրաստել ծաղկակաղամբի։ Կարծում եմ մի օր կարելի է փորձել։ Վատ չի ասեմ։ Վերցնում ենք կաթսան։ Մի փոքր դառնահամ է։ Դրան հարկավոր է ուշադրություն դարձնել։ Ծաղկակաղամբի բույլերը մանր են կտրատում և գցում կաթսայի մեջ այսպիսի կտորներ։ Կարելի ավելի մանր։ Իսկ ցողունի մասերը կարծում ավելի ուշ կարելի է օգտագործել։ Սրանք պահենք։ Ծաղկակաղամբը վերցրել էի 850 գրամ։ Կարծում եմ շատը և պտղակոթերը այս անգամ չեմ օգտագործի։ Համեմում ենք Մարոնիկ ընկերության աղով։ Վրան լցնում ենք եռացրած ջուր, այնքան որ ջուրը ծածկի ծաղկակաղամբի ծաղկաբույլերը։ Դնենք թող եփվի։ Ես հարկավոր է նաև մակարոնի համար եռացրած ջուր է հարկավոր։ Միացնենք թող տաքանա։ Սա էլ արեցինք։ Մյուս բաղադրիչը, որը կառաջարկեմ օգտագործել ջռեպուկի մեջ, դա սմբուկն է։ Վերցրել եմ 3 սմբուկ։ Կտրում ենք ծայրերը։ Մեկու մեջ կլպում ենք։ Որից հետո կտրատում ենք սմբուկը խորանարդիկների և լցնում ենք սիրելի ամանի մեջ։ Նույն կերպ մշակում ենք մնացած սմբուկները։
համեմում ենք Maranlik ընկերության աղով։ Լավ տակնու վրա ենք անում, թող աղը հավասար տարածվի։ Թող սմբուկը հյութը դուրս գցի։ Հետո կազատվենք դառը հյութից եւ ջերմային մշակման կենթարկենք նրան։ Ջուրը արդեն եռած, անցնենք մյուս բաղադրիչին, որի համար եռացել ենք ջուրը։ Դա մակարոնն է։ Վերցրել եմ 250 գրամ մակարոն։ Նախ լցնում ենք ջուրը։ Սա էլ համեմում ենք Maranlik ընկերության աղով։ Հենց սկսեց ջուրը եռալ, կլցնենք մակարոնը եւ կխաշենք։ Ջուրը արդեն եռում է։ Լցնում ենք մակարոնը։ Եվս մեկ անգամ խառնենք եւ հանգիստ թողնենք։ Կարելի է մի քանի կաթիլ բուսայուղ լցնել։ Sloboda Abrankanişi բուսայուղ։ Անցնենք առաջ։ Մյուս բաղադրիչը դա սոխարածն է։ Ավելի ճիշտ սոխն է, որը կտապակենք Sloboda Abrankanişi արևածաղկի բուսայուղով։ Կվերցնեմ փոքրիկ գլուխ սոխերեն, կվերցնեմ 3-ը։ Եթե միջին չափի է, կարող եք 2-ը վերցնել։ Կտրատում ենք մանր։ Անմիջապես համեմում ենք Maranlik ընկերության շաքարավազով, աղով եւ սոդայով։ Կառաջարկեմ 1 գազար կտրատել մանր խորանարդիկների եւ ավելացնել տապակող սոխին։ Այս բաղադրիչները նրանք իբրև համեմունք են հանդես գալիս։ Այդ իսկ պատճառով շատ չեմ օգտագործում։ Ինձ հարկավոր է ընդհանրապես այս ժառեփուկի մեջ գազարի համը։ Իսկ այս սմբուկը կմասնակցիր քանակով։ Կզգանք սմբուկը ատամի տակ։ Մեր ջեռեփուկը բաղկացած է շերտերից եւ ասեմ ավելին, տարբեր գույնի շերտերից, սպիտակ եւ կարմիր։ Սպիտակ շերտի մեջ կօգտագործենք մակարոնը եւ ծաղկակաղամբը։ Մակարոնը եւս 1 րոպե թող եփվի, պետք է լինի al dente, այսինքն ատամի տակ պետք է զգանք մակարոնը։ Եվ կքամենք։
կհետևենք նաև ծաղկակաղամբին։ Այն էլ կարող է մի փոքր խրթխրթան մնալ։ Մեկ չիլի պղպեղ վերցրեցի, կտրատեցի օղակների։ Սա կարմիր շերտին է վերաբերվում։ Արդեն հարկավոր է քամել մակարոնը։ Օգնության է գալիս սիլիկոնը, բահիկը, կամ կարելի ասել գդալը։ Ունենք նաև բահիկ։ Սա գդալն է։ Քամելուց հետո տեղափոխում ենք սա սիրելի ամանի մեջ։ Տեսնենք ինչ վիճակում է ծաղկակաղամբը։ Ծաղկակաղամբն էլ կարելի է արդեն համարել կիսայեպ։ Սա էլ ենք քամում և լցնում մակարոնի վրա։ Քամիչը դեռ ինձ պետք է։ Քամում ենք սմբուկը և լցնում ոչ թե քամում ենք, այլ մզում ենք։ Գործողությունը կոչվում է մզել և լցնում ենք քամիչի մեջ։ Ողողենք։ Վերադարձնում ենք իդ ամանի մեջ։ Ցողում ենք Սլոբոդա ապրանքանիշի բուսայով, արևածաղկի բուսայով և ուղարկում ենք ջեռոց։ Այսպես պատենք բուսայով և լցնենք սիլիկոնի գորգի վրա։ Հավասար տարածում ենք և ուղարկում ջեռոց կարմիրելով։ Որպեսզի սմբուկը արագ կարմրի, կմիացնեմ գրիլ եղանակ 200 աստիճան և թող կարմրի։ Իսկ մենք անցնենք առաջ։ Սոխառացին ավելացնում ենք լոլիկի մածուկ։ Իսկ ավելի շուտ կվերցնեմ Սլոբոդա ապրանքանիշի կետչուպ։ 3 ճաշի գտել։ Լավ է։ Այս տապակի մեջ պատրաստում ենք կարմիր շերտի համար սոուս։ Կարմիր սոուսի համար կվերցնեմ 1, 2, 3 լոլիկ։ Կքերենք լոլիկները։ 3 լոլիկների հետ կառաջարկեմ քերել նաև 3 բճեղ սխտոր։ Լոլիկները քերում էի մեծ անցքերով, սխտորը կքերեմ մանր անցքերով։
Դու ազատ ես։ Զուգահեռ կպատրաստենք նաև սպիտակ շերտի համար բեշամել սոուս։ Կվերցնեմ 75 գրամ կարագ, թող հալվի։ Համեմում ենք Մարրանիկ ընկերության չորացրած ռեհանով, օրեգանոյով, աղացած սև պղպեղով, հանգիստ թողնենք կարմիր սոսը, թող եփվի։ Անցնենք բեշամելին։ Կարագին ավելացնում ենք 1.5 գթալ, ճաշի գթալ ալյուր եւ տապակում ենք։ Հենց գույնը փոխեց, կավելացնենք կաթ։ Սա վերցնում ենք կրակից, ավելացնում ենք 200 մլի կաթ, քիչ-քիչ ավելացնում ենք եւ խառնում, որ գնդեր չառաջանա։ Եվ վերադարձնում ենք այդ կրակին։ Կհամեմենք Մարրանիկ ընկերության աղով եւ մշկնկույզով։ Սպիտակ սոուսը լցնում ենք ծաղկակաղամբի եւ մակարոնի վրա։ Տակնու վրա ենք անում, որպեսզի ծաղկակաղամբը եւ մակարոնը պատվեն սոուսով։ Շատ արագ գործ ենք դնում ջեռոցի տապակը, որի մեջ պատրաստելու ենք ջեռեփուկը, յուղում ենք Սլոբոդա ապրանքանիշի բուսայուղով։ Լցնում ենք սպիտակ շերտը։ Հարթեցնում։ Տեսնենք ինչ վիճակում է սմբուկը, կարծում եմ արդեն կորցնում ենք սմբուկը։ Դու մնա այստեղ հեռու չգնաս։ Ճիշտ ժամանակին ենք հանում սմբուկը։ Կարմրած սմբուկը լցնում ենք կարմիր սոուսի վրա։ Թող համերը խառնվեն, իսկ մենք կերենք պանիր։
Պինդ եւ յուղոտ պանիր են կերում 100 գրամ։ Սրա մի մասը լցնում ենք սպիտակ շերտի վրա։ Լցնում ենք կարմիր շերտը։ Հարթեցնում ենք։ Լցնում ենք մնացած պանիրը եւ ուղարկում ենք ջեռոց։ Ջեռոցը միացրել եմ 190 աստիճան։ Թողնենք ջեռը փուկը 21 րոպե, որից հետո կարելի է մատուցել։ Ծաղկակաղամբով եւ մակարոնով ջեռեփուկ։ Ծաղկակաղամբը բաժանել մանր ծաղկաբույլերի, աղաջրում եփել, քամել։ Թասի մեջ լցնել մեկու մեջ կլպած, խորանարդիկների կտրատած սմբուկ։ Աղշաղ տալ, տակնու վրա անել, մի կողմ դնել։ Քիչ անց մզել։ Ցողել բուսայղով, տակնու վրա անել, շարել ջեռոցի նախապես սիլիկոնե գորգ կամ յուղաթուղթ փռած տապակի վրա։ 200 աստիճան տաքությամբ ջեռոցում գրիլ եղանակով եփել այնքան, մինչև կարմրի։ Կաթսայի մեջ լցնել եռացրած ջուր, համեմել աղով։ Հենց ջուրը եռա, մակարոն լցնել, ավելացնել բուսայուղ, եփել ալ դենտե։ Քամած մակարոնի վրա լցնել ծաղկակաղամբը։ Տապակի մեջ բուսայուղ տաքացնել, մանր կտրատած գլուխսող տապակել։ Համեմել շաքարավազով, աղով, սոդայով։ Ավելացնել խորանարդիկների կտրատած գազար, օղակաձև կտրատած չիլի պղպեղ, կետչուպ։ Ամանի մեջ քերել լոլիկ եւ սխտոր, ավելացնել տապակվող բաղադրիչներին։ Համեմել չորացրած ռեհանով, օրեգանոյով, սև պղպեղով։ Վրան ավելացնել սմբուկը, խառնել։ Բեշամել սոուսի համար կաթսայի մեջ կարագ տաքացնել, ավելացնել ալյուր, տապակել։ Հենց գույնը փոխի, կրակից վերցնել, քիչ-քիչ ավելացնել կաթ, խառնել, վերադարձնել կրակի վրա։ Համեմել աղով, քերած մշկընկույզով։ Բեշամել սոուսը լցնել ծաղկակաղամբի եւ մակարոնի վրա, տակնու վրա անել։ Ջեռոցի տապակը պատել բուսայուղով, լցնել ծաղկակաղամբով շերտը, հարթեցնել։ Վրան լցնել քերած յուղոտ պանիր, տապակվող բաղադրիչները, կրկին հարթեցնել։ Ապա լցնել քերած յուղոտ պանիր, ուղարկել ջեռոց։ 190 աստիճան տաքությամբ ջեռոցում եփել 21 րոպե, մատուցել։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք տավարի ոսկորոտ միս, բամիա, կանաչ պատիճավոր լոբի, կարտոֆիլ, լոլիկ, գազար, սլոբոդա ապրանքանիշի մթերք եւ ընտրյալ հատիկ համեգախնիկ, դե իհարկե մարանիկ։ Այսօր էլ այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։